Երեխաների հետ խաղաղության թեմայից խոսում եք։ Այս պահին խաղաղությունն է ճիշտ է, ու եթե դուք մտնեք դպրոցի ներս, այնտեղ մեր պատին ունենք մեր զոհված հերոսների նկարները, որի վրա գրված է խաղաղության նվիրյալներ։ Ինչ է դա նշանակում։ Հատուկ այդ թեմայով չեք խոսում։ Միշտ ենք խոսում, բայց իհարկե երեխաներին մենք միշտ էլ դասավանդելու ընթացքում խաղաղություն, չէ՞ որ զինվորական պատրաստություն եմ ես դասավանդում, ու դա շատ կարևոր է խաղաղության մասին խոսելը։ Եվ բոլորիս երազանքն է ճիշտն ասած խաղաղությունը։ Օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության փաստաթղթից հետո մթնոլորտում փոփոխություն զգում եք։ Ճիշտն ասած, գյուղացիների հետ շփումներում, ուսուցչական չէ, գյուղացիների հետ այդքան շփում չունեմ, քանի որ ես հեռվից եմ գալիս ու շուտ հետ եմ վերադառնում։ Փաստաթղթին էլ այդպես ճիշտն ասած ծանոթ չեմ, լուրերից մենակ։ Փոփոխություն մթնոլորտի առումով զգում եք։ Տավուշում, ձեր համայնքում, Կիրանցում, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես, որտեղ որ լինում։ Այնա որ կրակոցներ չկան այս պահին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։